Դա էր խաղաղությունը։ Այդ որ ասում է իր 10 տարիներին ամենախաղաղ ժամանակահատվածն է եղել։ Իսկ միգուցե այս 1 տարի 7 ամիսն է ամենախաղաղ ժամանակահատվածը, երբ որ 1 տարի 7 ամիս է սահմանին զոհ հակառակորդի կրակոցից չունենք։ Հայաստանի Հանրապետության տներում սուկ չկա, որովհետև սահմանին սպանվել է իրենց զավակը։ Ամեն դեպքում իր ժամանակները նաև ասում է, որ տնտեսական վագրային թռիչք է։ Վագրային թռիչք ամեն ինչ գույք պարտքի դիմաց, գույք պարտքի դիմաց, գույք պարտքի դիմաց։ Խնդրեմ տեսանք այդ վագրային թռիչքը։ Մեկնաբանության հարց է, պարոն Հակոբյան, որովհետև Նարեկ Կարապետյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի տարիները աչքի են ընկնում տնտեսական ամենահրաշք գործարքներով, որոնք են այդ։ Միգուցե դրանից հենց Սամվել Կարապետյանն էլ է օգտվել, դրա համար իրենց համար ամենահրաշք տնտեսական տարիներն են եղել։ Միգուցե որովհետև իրենք էլ են օգտվել այդ տարիներից, Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայություններից։ Սերժ Սարգսյանի տարիները աչքի են ընկել խոսքի ազատության տարիներ արդեն որպես ըստ Նարեկ Կարապետյանի։ Հիմա ինչու եք զիջում նախկիններին բոլոր իմաստներով, որ այս նախկին բոլոր ղեկավար Սերժ Սարգսյանի տարիներին ինչի Նարեկ Կարապետյանը չէր խոսում, որ այդքան խոսքի ազատություն կար։ Բա խոսքի ազատություն էր, խնդիրներն էլ շատ էին։ Բա թող խոսեին։